Այդ ճակատամարտներում բյուզանդական զորքի կազմում առնվազն 15,000 հայեր Բյուզանդիայից մարտնչում էին հայոց պետականության դեմ, անի թագավորության զորքի դեմ, հայոց զորքի դեմ։ Հարկ եմ համարում որոշ պատմական տեղեկություններ ներկայացնել եւ դրանցից բխող հարցեր, որոնք չեն առաջանում ունկնդիրների առհասարակ մարդկանց մեծամասնության մոտ, քանի որ նրանք նաև պատմական իրադարձություններին, պատմությանը անդրադառնալիս նպատակ չեն դնում հասնելու ճշմարտությանը եւ արդարությանը։ Չգիտեմ, սպեսնա գրեգ է, կեցիլը մերոբե։ Լավ ինչ օր է։ Բարիգուն հարգելիներս եւ ոչ այնքան առանձնապես եւ ոչ հարգելիներ։ Այսպիսի մի հարց ծագեց այս գարնանային օրվա արեգակի ճառագայթների մեկից ես գրող չեմ, ձեռ եմ առնում։ Ինչևէ հետեւյալ հարց կա, հետարքիր կլիներ ձեզանից որոշների կարծիքը, ինչու հեչ, ինչու ոչ։ Հեչ այդ բասկերն են ասում, էջ։ Բայց մի բան էլ պետք է նշեմ, քանի չեմ մոռացել, որ ես Google-ի ես YouTube տեքստային ավտոմատ թարգմանությունը, CC կոչվածը, այլանդակերպով աղավաղում է ասացի իմաստը, ընդհանուր միջև ճիշտ հակառակը։ Հիմա ենթադրենք ինչ-որ երկրում ունկնդիր միասել է թարգմանությունը, օրինակ Իսպանիայում, իսպաներեն եւ մտածում եմ, ես ինչ ապուշություն։ Ապուշություն չի, սա ապուշ Google ավտոմատ YouTube թարգմանությունն է։ Դուք պետք է որ տեղյակ լինեք, որ առաջին թուրքերը, քոչվորները, որոնք ներխուժել են, գրավել են, զբաղեցրել են, օկուպացրել են հայոց լեռնաշխարհը, դա եղել են այսպես կոչված սելջուկները։ Բայց սա կոպիտ սխալ կլինի, ուղղակի անգրագիտություն ասել, որ նրանք իբր գրոհել, զավթել, գրավել են Հայաստանը, քանի որ այդ պահին արդեն գոյություն չունեին հայոց պետականությունները։ Մասնավորապես, եթե չհաշվենք Կիլիկոյի հայոց թագավորությունը, Կիլիկոյը դեռ չէր ստեղծվել այդ պահին, վերջին հայոց պետականությունը, անի Բագրատունիների թագավորությունը արդեն գրավված էր, պետականությունը ոչնչացված եւ միացված էր Բյուզանդիային։ Հիմա տեսեք, աստիճանաբար մոտենանք հարցից, բայց ով գրավեց, որ բյուզանդական կայսրը գրավեց անի թագավորությունը։ Այո, Կոնստանտին 9-րդ կոչված մոնոմախը, որը ազգուծակումով հայ էր, այդ հայտնի հայկական բյուզանդական կայսրների տոհմից, որի առաջին ներկայացուցիչը Բասիլը հենց մաքուր հայերեն է խոսում էր եւ բոլոր կայսրները այդ տոհմի ընդգծում էին, որ իրենք մասնավորապես Կոնստանտին 7-րդը ընդգծում են, որ իրենք հայեր են ծագումով։ Նշենք նաեւ մեկ այլ այդ տոհմի ներկայացուցիչն էլ Բարսեղ Բուլղարասպանը։ Մինչև այդ էլ գրավել էր եւ միացրել էր Բյուզանդիային Վասպուրականի հայոց թագավորությունը։ Հիմա վերադառնալով Կոնստանտին 9-րդ մոնոմախին, պետք է նշել, թե ինչպես նա գրավեց անի թագավորությունը խաբեությամբ, հրավիրելով վերջին անի թագավորին Գագիկ II-ին Կոնստանտինոպոլ իբր բանակցությունների եւ գերարելով նրան։ Ուրեմն մինչև այդ նույն բյուզանդական կայսրը ծագումով հայ Կոնստանտին 9-րդ մոնոմախը մի 4 անգամ զորք էր ուղարկել 1042 թվականին Փախլավունին ջարդեց բյուզանդական զորքերը եւ Գագիկ II-ի ժամանակ էլ 3 անգամ առնվազն ճակատամարտեր եղան, որտեղ հայոց զորքը ջարդեց բյուզանդացիներին։ Այստեղ պետք է նշել նաեւ հետեւյալը, որ այդ արշավների ժամանակ ճակատամարտների ժամանակ բյուզանդական զորքի կազմում, օրինակ 70,000-անոց զորք էր ուղարկում Կոնստանտին 9-րդ մոնոմախը, որում 15,000-ը հայեր էին, Բյուզանդիայի տարբեր թեմաներից հայեր էին։ Հասկանում եք։ Կրկնում եմ եւս մեկ անգամ։ Այդ ճակատամարտներում բյուզանդական զորքի կազմում առնվազն 15,000 հայեր Բյուզանդիայից մարտնչում էին հայոց պետականության դեմ,
Անիի թագավորության զորքի դեմ, հայոց զորքի դեմ։ Շարունակում ենք մոտենալ հարցից։ Ուրեմն տեսնելով, որ ռազմական միջոցներով չի կարողանում գրավել Անիի թագավորությունը, Կոնստանտին 9-րդ Մոնոմախը, որը ծագումով հայ էր, բայց ծառայում էր Բյուզանդիային, մեկ անգամ եմ նշում, բոլոր պատմաբանները առաջի հերթին հույները, նաև գիտական հանրությունը, Վալամ աշխարհը քիչ թե շատ գրագետ ընդունում են, որ սրանք բյուզանդիական կայսրների հայկական տոհմ են, ինչպես նաև նրա նախորդ ազգական Կոնստանտին 7-րդը, որը նաև պատմաբան էր, որը գրում էր, որ մենք հայեր ենք, իրենց տոհմը հայեր են։ Ուրեմն Կոնստանտին 9-րդ Մոնոմախը լինելով ծագումով հայ, բայց ծառայելով Բյուզանդիային, ոչ թե հայոց պետականությանը, եւ տեսնելով, որ ռազմական միջոցներով չի կարող գրավել Անիի թագավորությունը, դիմում է դավադրության, որում մասնակցում է, դուք պետք է որ իմանաք, որի մասնակիցն են լինում Անիի Կաթողիկոսը, Պետրոս առաջինը եւ մի շարք այսպես կոչված ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, Սարգիս Վեստը եւ մյուսները, այսպես պրո-բյուզանդական կարող եք կոչել, բայց դավաճանները։ Դեռ մի շտապեք մեկնաբանել, ես ձեր հարցը չեմ հնչեցրել, որոնց նաև Անիի Կաթողիկոս Պետրոս առաջինի մասնակցությունը այդ դավաճանության մեջ կայանում էր նրանում, որ նրանք համոզում էին Գագիկ երկրորդին մեկնել Կոնստանտինոպոլ իբր բանակցությունների, քաչ տեղյակ լինելով, թե ինչ հետևանքների դա կբերի։ Ի վերջո, նաև ցանկություն ունենալով վերջ դնել նաև ճակատամարտերին Բյուզանդիայի հետ, Գագիկ երկրորդը մեկնում է Կոնստանտինոպոլ, որտեղ Կոնստանտին 9-րդ Մոնոմախ կայսրը պայման է դնում Գագիկ երկրորդին հանձնել Բյուզանդիային Անիի թագավորությունը, ինչը Գագիկ երկրորդը կտրականապես մերժում է, նաև դեմքին ասում է, ախ դու դիմեցիր խաբեության եւ այլն, որից հետո միևնույն է Կոնստանտին 9-րդը բյուզանդական զորքն է ուղարկում Անին գրավելու համար, քանի որ այնտեղ դե Փախլավունի կար զորքով, բայց Անիի Կաթողիկոսը դարպասների բանալին արդեն հանձնել էր բյուզանդացիներին։ Նրանք բացում են դարպասները, ներխուժում են Անի, նաև սուտ լուրեր են տարածում, իբր Գագիկ երկրորդն է հանձնել Անին Բյուզանդիային, եւ արդյունքում այս դավաճանական գործողությունների հետևանքով, չնայած Անիի զորքը շարունակում էր դիմակայել, բայց դե տեսեք, Գագիկ երկրորդ թագավորը չկա, Անիի դարպասները բաց, Կաթողիկոսը կոչեր է տարածում, մի դիմակայեք, արդեն Գագիկ երկրորդը իբր հանձնել է Անին եւ այլն, ոգին ինչ որտեղ ջարդած էր, ի վերջո բյուզանդացիներին հաջողվում է գրավել Անին եւ վերջ է դնում Անիի հայոց պետականությանը։ Բայց մի շտապեք պատասխանել, քանի որ ես ձեր հարցը չեմ հնչեցրել, որովհետեւ հարկ եմ համարում նախքան այդ որոշ պատմական տեղեկություններ ներկայացնել եւ դրանցից բխող հարցեր, որոնք չեն առաջանում ունկնդիրների առհասարակ մարդկանց մեծամասնության մոտ, քանի որ նրանք նաև պատմական իրադարձություններին, պատմությանը անդրադառնալիս նպատակ չեն դնում հասնելու ճշմարտությանը եւ արդարությանը։ Հիմա տեսեք, չնայած մեծ մասամբ հայ պատմաբանները գրում էին Գագիկ երկրորդը ընդհանրապես գիտելիքներին ձգտող երիտասարդ էր եւ միամտության մեջ նրան մեղադրում են, որ տեսեք նա ինչ միամիտ էր գնաց Կոնստանտինոպոլ, որտեղ գերարվեց, բայց փաստերը, որոնք մենք ունենք մի քանի աղբյուրներից, հետեւյալն են, որ Անին գրավելուց հետո բյուզանդիական կայսրը ազատ է արձակում Գագիկ երկրորդին եւ անգամ երկու քաղաք է Կապադոկիայում տալիս նրան իշխելու։ Հիմա շատ կարճ, ինչ արեց Գագիկ երկրորդը Բյուզանդիայում, լինելով ընդամենը իշխանիկ, Բյուզանդիայում շատ ադմինիստրատիվ մարզեր կային, կոչվում են ֆեմաներ, եւ շատ նման իշխանիկ իշխանավորներ, որոնք բոլորը ենթարկվում էին իհարկե կայսրին։ Բյուզանդիայում ապրում էր ոչ հայ առաքելական, բայց դրանց բյուզանդիական ուղղափառ եկեղեցու մի հատ եպիսկոպոս, կարծեմ Մարկոս անունով,
որը ամենուր նսեմացնում էր հայերին, նաև խոսքով եւ նաև իր շներին հայերի անուններ էր տվել եւ շներին հայ էր անվանում, հասկանում։ Իդեպ նշեմ, այսօր Երևանում կան Ռուսաստանի ժամանած լակոտներ, ռուսա լակոտներ, որոնք անամոթաբար բաց սոցկայքերում ուրեմն նկարվում են շան հետ եւ ասում են այս շունս հայ է։ Պատկերացնում եք, այդ ռուս լակոտները նկարվում են շան հետ, ասում են այս շունս հայ է։ Ուրեմն ինչ անում Գագիկ երկրորդը նման լուրեր ստանալով այդ եպիսկոպոսի մասին։ Նա բռնկվում է, հրամայում է իր մարդկանց, բռնում են այդ եպիսկոպոսին, կոխում են արկղի մեջ, նաև իր շանը նույնպես խցկում են այդ արկղի մեջ եւ քացով խփելով շանը, ստիպում են շունը գազազած հոշոտում է այդ եպիսկոպոսին։ Հիմա տեսեք, հասկանալի է, որ պատժել կարելի է, չգիտեմ, ծեծի ետարկել, նսեմացնել եւ բայց տես դաժանություն, ինչ դաժանություն է եւ ինչ հարց է առաջանում։ Բայց եթե նա լինելով ընդամենը իշխանիկ Բյուզյանը, տեսեք ինչ դաժանություն է անում։ Բա ինչ էր արել կամ ինչ էր անում նա, երբ թագավոր էր։ Բա ինչեր էր նա անում։ Սա ընդամենը հարց է, որին պատասխան հայ պատմագետներից չկա։ Երբ նա ողջանի թագավորության թագավորն էր։ Եվ եթե նա լավ թագավոր էր, բա ինչու են այդ կաթողիկոս եւ այլոք ինչքան էլ որ պրո բյուզանդական չլինեին, բա ինչու են նրանք ձգտում ոչնչացնել անի թագավորությունը։ Սա հարց է, որը առաջանում է, որ կարելի է պատկերացնել, թե ինչ դաժանություններ, անարդարություն եւ այլն նա կարող էր անել, միգուցե անում էր, լինելով թագավոր, եւ պատահական էր սա, որ ոչ Պողոս, ոչ էլ Պետրոսը, բայց կաթողիկոսը առաջի հերթին եւ այլոք այսպիսի եռանդուն մասնակից էին, որպիսի վերանա, վերացնեն անի թագավորությունը, ավելի ճիշտ ասած Բագրատունի Գագիկ երկրորդի իշխանությունը։ Հարց, որին պատասխան մենք չունենք հայ պատմաբաններից, որպեսզի ինչ-որ արդիականացում առաջանա, հետևյալ զուգահեռը բերեմ այսօրվա հետ, ենթադրենք մի հատ քաղաքացի դուրս է եկի հրապարակավ տեղ եւ ոչ ցենզուրայից դուրս, բայց ցենզուրային խոսքերով նա իր դժգոհությունն է հնչեցնում այսօրվա ոչ լեգիտիմ վարչապետի անառակ այլանդակ վարչապետի հասցեին, ասելով նրան, անվանելով սրիկա, այլանդակ, պղծարար եւ այլ եւ այլ։ Եվ հետո գալիս են դրա մուսորները, սրիկա մուսորները, ոստիկանը սրիկա մուսորները, այլանդակներ, հագցնեն արկղը գլխին տանեն գազազած շուն կողեր եւ այսպես դաժանաբար կամ առհասարակ տան այն ինչ որ դաժանը ծեծի եւ այլ եւ որքանով ճիշտ կլինի կամ ինչպես է կարծում մեկ այլ քաղաքացի, որը կասի այ Բյուզանդիայի կայսր կամ ով է այսօր դրան փոխարինող, մի հատ զորք ուղարկի, ես է բալանին քեզ կբացեմ այսպես։ Էրեբունու Երևանի դարպասները մտի զորք ուղարկի սատկացրեց Նիկոլին մուսորների հետ։ Սա հարցի մի մասը։ Անկախ նրանից կա հիմա Բյուզանդիայի նման կայսրություն, թե չկա։ Իսկ հարցս հետևյալն է. ենթադրենք դուք այդ ժամանակահատվածի Բյուզանդիայի Գագիկ երկրորդի եւ Կոնստանտին 9-րդի ժամանակագիծն եք, այսպես անկախ դիտորդ եք, բայց ես չեմ պարտադրում ձեզ պատասխանել եւ ընդհանրապես ոչ ոք չի կարող ձեզ պարտադրել պատասխանել նման հարցին կամ նման հարցերի, բայց հարցը հետևյալն է. դուք ինչ դիրքորոշում ունեք կամ կունենայիք, եթե ունեք դիրքորոշում իհարկե, ում կողմնակիցը կլինեիք կամ կողմնակիցը չեք լինի։ Ասենք Կոնստանտին 9-րդի, թե Գագիկ երկրորդի, երկուսն էլ հայեր են ծագումով։ Գիտեք ինչու եմ ես հարց տալիս, որովհետեւ շատ անգամ մեկնաբանություններում, ընդհանրապես համացանցում տարբեր տեղեր, շատ տեղեր գրում են, տեսեք, ազգությամբ հայերը գրում են, տեսեք գովերքելով, տեսեք Կոնստանտին 9-րդը ծագումով հայեր կամ այս տոմի ներկայացուցիչ, օրինակ այդ նույն Բարսեղ բուլղարասպանը, բուլղարների խմբը, որը իդեպ ասեմ, սլավոնա ժողովրդերի համար շատ դրական դեր խաղաց, բայց նա ոչնչացրեց վասպուրականի թագավորությունը։ Գովերքում է, տեսեք, նրանք ծագումով հայեր են, բայց դե ոչնչացրին հայոց պետականությունը։ Սա մի կողմից։ Կամ էլ այսօրվա պատմական հեռավորությունից։ Դուք եթե ունեք իհարկե դիրքորոշում,
ում կողմնակիցը կամ ում կողմնակիցը չեք լինի, եթե ունեք ինչ-որ դիրքորոշում, կամ էլ չունեք, կամ պատրաստ չեք դեռ պատասխանելու այս հարցին, եւ սա իդեպ նշեմ կլինի ամենաազնիվ պատասխանը։ Իսկ ես կաշխատեմ պատասխանել այս հարցին հետագա հոլովակներից մեկում։